Այս անգամ ամեն ինչ այլ կերպ էր եղել, ոչ ոք ոչ մեկին չէր ծեծել, չէր կողոպտել, ոչ էլ կրակոցներ էին հնչել, պարզապես մի տաքսու վարորդի դեռ ամիսներ առաջ փող էր պետք և որքան հնարավոր է շատ։ Խոսքն այս երիտասարդի մասին է, Նոր-Նորքի բնակիչ 1987 թվականին ծնված Գարիկ Եղիկյանի, ում ոստիկանության Նոր-Նորքի բաժնի աշխատակիցները խարդախություն կատարելու կասկածանքով են բերման ենթարկել։ Եղիկյանն աշխատանքի բերումով հաճախ էր շփվում քաղաքացիների հետ ու չնայած երիտասարդ տարիքին գիտեր, ում հետ ինչ կարելի է խոսել, ում ինչպես համոզել։ Որոշել էր հանցավոր ճանապարհով փող աշխատել, բայց առանց ավելորդ ռիսկի, խորամանկությամբ, մարդկանց վստահությունը չարաշահելով։ 5 մարդու հետ գործարք իրանց վստահությունը չարաշահելով գործարք եմ արել։ Հունիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Գարիկը մտերմացել էր Երևանի Յան Ռայնիսի փողոցի մի բնակչի հետ։ Իր հաճախորդներից էր, չարաշահել էր քաղաքացու վստահությունն ու նրա անձնագրով Ռուբինյանց փողոցում գտնվող հանրախանութներից մեկից ապառիկ կարգով գնել 300,000 դրամ արժողությամբ Samsung Galaxy S4 բջջային հեռախոս։ Մի քանի օր անց նույն անձնագրով Սայաթ-Նովա Թումանյան փողոցների խաչմերուկում գործող համակարգչային խանութից դարձյալ ապառիկ վերցրել էր 350,000 դրամ արժողությամբ iPad, ապա Քանաքեռ Զեյթունի վարչական տարածքում գտնվող Օրանժի և Բիլայնի սպասարկման կետերից նույն եղանակով գնել 60,000 և 200,000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսներ։ Խոստանալով վճարել դրանց գումարը, Եղիկյանը խաբեությամբ տիրացել էր նշված ապրանքներին և քաղաքացուն պատճառել ընդհանուր 1,260,000 դրամի նյութական վնաս։ Եվ սա ամենը չէր։ Հիշյալ քաղաքացու միջոցով Գարիկն այդ ընթացքում ծանոթացել էր նաև այլ անձանց հետ, որոնց նույնպես խաբեությամբ նյութական վնաս էր պատճառել։ Երեքն էլ Ավանի բնակիչներ էին։ Մեկի անձնագրով նոթբուք համակարգիչ էր գնել։ Խոստացել էր վճարել գումարը, սակայն խաբեությամբ տիրացել էր համակարգչին ու վաճառել։ Մյուսի հետ համաձայնության գալով նրա անունով վերցրել էր iPad, Samsung պլանշետ և Galaxy 3 բջջային հեռախոս, որոնք նույնպես վաճառել էր։ Նույն եղանակով մոլորեցրել էր նաև երրորդին, ում հետ նրա անձնագրով iPad և բջջային հեռախոս էր գնել։ Տուժողներին պատճառել էր 255,000-ից մինչև 755,000 դրամի նյութական վնաս։ Եղիկյանը գործարքը կատարելուց առաջ նշված անձանց շահագրգռելու համար որոշակի գումար էր տվել։ Նրանք էլ վստահելով, որ ապառիկ վերցրած ապրանքների գումարը ժամանակին կվճարի, համաձայնել էին, սակայն Եղիկյանն այդպես էլ չէր վճարել։ Ծանոթացել եմ Գարիկի հետ 2 ամիս առաջ, ընկերություն ենք արել ընթացքում, 2 ամսվա ընթացքում վստահություն էր թողել ինձ մոտ և մի օր առաջարկեց ինձ գնանք ապրանք վերցնենք իմ անունով, իմ անձնագրով, հավատալով իրան, գնացի ապրանք վերցրեցինք։ Դրա դիմաց նա ինձ առաջարկել է գումար 20,000 դրամ, շահագրգռելով ինձ, ես դա արեցի։ Գարիկի հետ ծանոթացել եմ ընկերոջս միջոցով, ընկերություն եմ արի 2 ամիս, Գարիկը ինձ առաջարկեց իմ պասպորտով նոթբուք վերցնեմ, ասեց 3-ից 4 ամսվա ընթացքում կմարեմ գումարը, ներկապային ոչ մի գումար չի մարել։ Խաբեության զոհ դարձած այս քաղաքացիները, որոնց տարբեր ընկերություններ կատարված գնումների դիմաց գումարը չվճարելու համար արդեն սկսել էին անհանգստացնել, Գարիկին գուցե և չգտնեին, սակայն ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ էին ստացել կատարվածի վերաբերյալ և Գարիկ Եղիկյանին սեպտեմբերի 24-ին ժամը 22:30-ի սահմաններում Գայի արձանի մոտից բերման ենթարկեցին։ Նույն օրը փաստի առթիվ հաղորդում տվեցին նաև տուժողները։ Եղիկյանը խոստովանել է կատարածը։ Քննությունը շարունակվում է։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Գարիկ Եղիկյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս։ Տուժողները կարող են դիմել ոստիկանության Նոր-Նորքի կամ մոտակա բաժին։